Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Հիսուս Նազովրեցու Սուրբ անունով ես օրհնում եմ յուրաքանչյուրիս։ Հայր Աստված, շնորհակալ ենք այս լուսաբացի համար, շնորհակալ ենք այս նոր օրվա համար։ Տեր, որտեղ արևն է փայլում, շնորհակալ ենք արևի համար։ Տեր, որտեղ անձրև է, շնորհակալ ենք անձրևի համար, որով դու լվանում ես, մաքրում ես օդը, ջրում ես հողը։ Եթե ձյուն է գալիս, շնորհակալ ենք ձյան համար, Տեր ջան։ Շնորհակալ ենք, որ սեզոնները կան եւ նրանք քո հսկողության տակ են։ Շնորհակալ ենք, որ դու արարիչն ես։ Շնորհակալ ենք այս առավոտվա համար, շնորհակալ ենք կյանքի պարգևի համար։ Շնորհակալ ենք բոլոր այն հոգիների համար, որ այսօր կապաշխարեն ու դարձի կգան։ Շնորհակալ ենք, որ դու ընկածին բարձրացնողն ես, որ դու կենթանի հույս ես Հիսուս Քրիստոսով։ Փառք ու պատիվ քեզ, Տեր։ Հիսուսի անունով աղոթեցի եւ օգնի մեզ Տեր այսօրվա այս կարևոր մեսիջը լսել, ընկալել, հասկանալ։ Երբ պատրաստում էի Տեր, ես ինքս հասկացա, որքան կարևոր է, որքան ես այս մեսիջի կարիքն ունեմ։ Ինչպես եմ ես ընկել տրտմության մեջ, ինչպես եմ ես մոռացել, որ ես քեզ եմ պատկանում, ամենակարող Աստծուն, որ սիրո կնիքով դու ծածկել ես ինձ։ Ների Տեր տրտմության համար, ների Տեր, որ առանց գիտակցության դժգոհությունն է մտել իմ սիրտ, Տեր, որը ծնում է աներախտագիտություն։ Շնորհակալ եմ քույրերիս համար, Տեր, որոնք քո բերանով ինձ ասեցին, որ տրտմությամբ ես լցված, թափ տուր քեզ։ Շնորհակալ եմ Տեր Աստված, որ առաջնորդում ես, օգնում ես եւ թույլ չես տալիս, որ մեղքի մեջ մնանք, Տեր իմ Աստված։ Թող որ մենք ճշմարիտ վկաներ լինենք քո զորության, Տեր ջան։ Իսկ մեր վկայությունը այն է, Տեր, որ լավ թե վատ ժամանակներում մենք քեզ ենք վստահում, մենք չենք վախենում։ Օգնի մեզ այդպես ապրել, Տեր։ Օգնի մեզ այդպես ապրել եւ օգնի այսօրվա մեսիջի համար։ Շնորհակալ եմ, Տեր։ Սիրելիներս, անցնում ենք Հռոմեացիների նամակի 1-րդ համարին, մեկնաբանությունը ըստ իմ հովիվ Էբո Էսելի է։ Կարդանք համարը։ Ձեզ բոլորիդ, որ Հռոմում եք, Աստծու սիրելիներիդ, սրբեր կոչվածներիդ, շնորհ ձեզ եւ խաղաղություն Աստծուց, մեր Հորից եւ Տեր Հիսուս Քրիստոսից։ Եկեք մեծ ուշադրություն դարձնենք այս բառերին։ Աստծուց սիրված են եւ կոչված են սուրբ լինելու։ Աստծու սիրելիներիդ, սրբեր կոչվածներիդ։ Հասկանում ենք, որ եթե Աստված մեզ կանչել է պատկանել Հիսուս Քրիստոսին, եթե մենք ընդունել ենք նրան, ապա մենք սիրված ենք Աստծո կողմից։ Նրանք սիրված էին, ու ամեն իրական հավատացյալ սիրված է Աստծո կողմից։ Հիսուսն ասեց. ինչպես ինձ է Հայրը սիրում, այնպես էլ ձեզ։ Թող ընկղմվի մեր մեջ այս հիասքանչ հասկացողությունը, սիրված լինել Աստծո կողմից։ Ես սրա կարիք ունեմ, դու սրա կարիք ունես, որ մենք հիշենք, որ մենք սիրված ենք Աստծո կողմից, եթե մենք պատկանում ենք Հիսուս Քրիստոսին։ Գիտեք, կյանքում մենք որպես մարդիկ հաճախ փորձում ենք շահել մարդկանց բարեհաճությունը կամ իրավիճակների ու մարդկանց աջակցությունը, որոնք մեր կարծիքով կարող են մեզ օգնել կամ օգտակար լինել մեր գործերի համար։ Բայց ուզում եմ, որ այս մասին խորապես մտածենք։ Քրիստոսը ինձ եւ ձեզ կանչել է իրեն պատկանելու համար։ Եվ փաստը սա է, դուք եւ ես սիրված ենք Աստծուց։ Եթե քրիստոնյա ես, թույլ տուր, որ այս միտքը ներծծվի քո մեջ, իմ մեջ։ Եվ մենք, եթե սիրված ենք Աստծուց, ապա Աստծո սերը գերագույն սերն է։ Դա սիրո ամենաբարձր ձևն է։ Ուրեմն Աստված օրհնել է մեզ գերագույն սիրով։ Ես մեծ կարիք ունեմ սա հասկանալու։ Քրիստոնյա լինել չի նշանակում, որ մենք ամեն օր հիշում ենք այս բաները, մենք կարիք ունենք մեզ հիշացնելու, որ մենք սիրված ենք։ Այդ դեպքում, ինչու, երբ ավելի ցածր
անկատար սերը բացակայում է մեր կյանքում, մենք դրանից անհանգստանում ենք, վիրավորվում ենք, նեղվում ենք, ընկճվում ենք։ Գիտեք ինչու, որտև մենք դեռ չենք հաստատվել մեր հանդեպ Աստծո իրականության և հայտնության մեջ։ Եթե կա գերագույն աստվածային սեր մեզ համար, այն հաստատված է, այն հաստատապես կա, այն ապացուցված է, այն կասկածի տակ չի դրվում։ Որտեղից դա գիտենք, որտև Հռոմեացիների 5-րդում Աստվածաշունչն ասում է, որ Աստված իր սերը ցույց տվեց մեզ այն ժամանակ, երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեռավ մեզ համար։ Այսպիսով, Աստված իր սերը մեր հանդեպ ապացուցել է և հաստատել է։ Այն կասկածի տակ չի։ Աստծո սերը մեր հանդեպ փորձված է։ Այն փորձվեց խաչի վրա, երբ Քրիստոսը հավատարմորեն կրեց Աստծո ցասումն ու պատիժը իր մարմնի վրա իմ ու քո փոխարեն։ Իր արյունով փրկագնեց մեզ։ Այն հավիտենական սեր է, այն չի տատանվում, չի փոխվում, չի ավելանում, չի պակասում, այն հաստատուն է։ Եթե Աստծո այդ սերը ուղղված է մեզ, ապա հարցը սա է. ինչու ենք մենք խռովվում, փոթորկվում, երբ ավելի ցածր, անկատար սերը բացակայում է մարդկանց կողմից մեր հանդեպ։ Ես այս հարցը տալիս եմ մեզ բոլորիս ու ինձ այսօր։ Ես այդ հարցի պատասխանի կարիքն ունեմ։ Տեր, ինչպես է, որ դու ինձ սիրում ես, բայց ես շեղվում եմ այն պատճառով, որ մարդիկ ինձ չեն սիրում, կամ մեկը ինձ չի հիշում, կամ մերժում է, չի զանգում, կամ աշխատանքի համար դիմում եմ, մերժվածություն եմ ստանում։ Բանն այն է, որ մենք պետք է վերադառնանք Աստծո խոսքին, կլանվենք նրա խոսքի մեջ ու հաստատվենք Աստծո սիրո մեջ։ Մենք մեզ պիտի հաստատենք Աստծո սիրո մեջ։ Եփեսացիների 3-ում Պողոսը աղոթում էր, որ Եփեսոսի հավատացյալները արմատավորվեն և հաստատվեն Աստծո սիրո մեջ։ Ուրեմն աղոթենք, Տեր օգնիր մեզ, որ հաստատվենք ու արմատավորվենք քո սիրո մեջ, որ չտատանվենք, կասկածներին չտրվենք, ցույց չտանք, որ աշխարհում կատարվող ամեն բան մեր կյանքի իրականությունները մեզ հեռացնեն քո սիրուց, որտև իրականում ոչինչ զորություն չունի մեզ հեռացնելու ու պոկելու քո սիրուց, բայց մենք մեզ հեռացնում ենք մեր կասկածներով, մեր վախերով, անգամ եթե չենք գիտակցում։ Սա բոլորիս է վերաբերում։ Ուրեմն ավելի ցածր սիրո հետևից վազելու փոխարեն մենք պետք է արմատավորվենք և հիմնավորվենք Աստծո սիրո մեջ։ Սա մեր գործն է, որ պիտի անենք։ Պատկերացրեք, ինչպիսին կլինեին մարդկային հարաբերությունները կամ ամուսնությունը և մեր առօրյան, եթե երկու կողմերն էլ արմատավորվեին Աստծո սիրո մեջ, փոխարենը այդ անկատար սիրո հետևից վազելու։ Եվ դա անվանում եմ ցածր կամ անկատար սեր, որովհետև ոչ մի մարդկային սիրտ չի կարող քեզ կատարյալ կերպով սիրել։ Դա նույնիսկ տրամաբանական չէ, որովհետև մարդու սիրտը մեր էության կենտրոնը, այն վայրն է, որտեղից սերը ծագում է և արտահայտվում, և այն կոտրված է, փչացած է, չի գործում այնպես, ինչպես պիտի գործեր։ Մեղքը այն փտացրել է, իսկ մեր սիրտը մեր սիրո քնքշության կենտրոնն է։ Ես նկատի չունեմ մեր ֆիզիկական սիրտը, այլ մեր էության կենտրոնը։ Եվ եթե մարդկային սիրտը կոտրված է, այն չի կարող մեզ կատարյալ ձևով սիրել։ Եվ այնուամենայնիվ, մենք հաճախ ակնկալում ենք կատարյալ սեր անկատար մարդկանցից, ու հետո, երբ չենք ստանում, հիասթափվում ենք, հուսահատվում ենք, ընկնում ենք դրա հետևից, շեղվում ենք և դրանից ընկճվում ենք։ Եվ իր հերթին էլ մեր սերն է նորից դառնում ավելի ու ավելի անկատար։ Սակայն Հռոմեացիների 1-ին 7-րդ խոսքում Պողոսն ասում է. «Դուք, որ սիրված եք Աստծուց և կոչված եք սուրբ լինելու»։
Հիմա խոսենք այն մասին, որ հավատացյալները կոչված են սուրբ լինելու։ Ինչ է սա նշանակում։ Սուրբ բառը չի նշանակում անսխալական։ Մեր մասին, մարդկանց մասին, չի նշանակում կատարյալ։ Այստեղ սուրբ բառը նշանակում է սրբացած, առանձնացված։ Նրանք կոչված են լինել առանձնացված ժողովուրդ Աստծո համար։ Նրանք ընտրված են Աստծո կողմից ու Աստծո համար և անցնում են սրբացման ճանապարհ։ Սա վերաբերում է ամեն քրիստոնյային։ Առաջին Պետրոս նամակի 2-րդ գլխում ասվում է. բայց դուք ընտիր ցեղեք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որպեսզի նրա առաքինությունները քարոզեք Աստծո, որ ձեզ խավարից դեպի իր սքանչելի լույսը կանչեց։ Եվ սա վերաբերում է քրիստոնյաներիս։ Մեզանից յուրաքանչյուրը, եթե մենք իրապես փրկված ենք, եթե իրապես Հիսուս Քրիստոսին կանչել ենք մեր կյանք, Աստված մեզ կանչել է դեպի իրեն, որպեսզի ամբողջությամբ պատկանենք իրեն։ Աստված իր սիրո պսակը դրել է քո վրա, իմ վրա և կանչել է մեզ առանձնացված լինելու իր համար։ Առանձնացված լինելու պատճառներից մեկը այն է, որ կարողանանք վայելել Աստծուն։ Դու ու ես չենք կարող ճիշտ ձևով վայելել Աստծուն, եթե ցրված ես, եթե ուշադրությունդ այլտեղ է, այլ բաների ու այլ մարդկանց հետևից ես ընկած։ Ես այնքան լավ եմ հասկանում այս վերջի ամսվա ընթացքում, ես ամբողջովին ցիրուցան եղած եմ, իմ միտքը ցրված է, որտև ես ուշադրությունս տվել եմ հոգսերս լուծելուն և ոչ թե կենտրոնացել եմ Աստծո վրա, ով լուծում է իմ հոգսերը։ Ու քանի որ թույլ չեմ տալիս, որ Աստված լուծի իմ հոգսերը, ես նկատի չունեմ, որ ես չեմ լրացնում CV, չեմ զբաղվում այս նամագրելով, դա չեմ ասում, բայց միտքս, սիրտս, հոգիս ծանրաբեռնված են այս հոգսով։ Ընկալել են իրենց մեջ վերցրել են տրտմություն, վախ, անհանգստություն, որ նշանակում է, որ խորքային, եթե նայես, ուրեմն կա անվստահություն Աստծո հանդեպ, իսկ դա ինքնին մեղք է։ Եվ այդ ամենը տեղի է ունենում անգիտակից ձևով, որտև չարը օգտագործում է քո իրավիճակը քեզ ավելի ճնշելու, քեզ ավելի քաշելու այդ հոգսի ճահճի մեջ, որպեսի ուշադրությունդ չլինի Աստծո վրա, որ չվայելես Աստծո սերը և հիշես, որ նա հոգատար Հայր է։ Յուրաքանչյուրիս ամբողջականություն է պետք, մեզ սրբություն է պետք, որպեսզի կարողանանք վայելել Սուրբ Աստծուն։ Աստված մեզ ստեղծեց հիմնականում նրա համար, որպեսզի վայելենք իրեն։ Այսպիսով Աստված առավել փառավորվում է մեր մեջ, երբ մենք առավել գոհ ենք իրենից։ Եթե մենք մեզ չառանձնացնենք Աստծո համար, երբեք չենք բավարարվի Աստծով։ Իսկ պատճառը, որ մենք Աստծով բավարարված չենք, այն է, որ մենք ցրված ենք։ Մենք տարբեր կողմերի վրա ենք վազվզում։ Մեր միտքը կենտրոնացած չէ Աստծո վրա։ Մեր սիրտը կենտրոնացած չէ Աստծո վրա։ Մեր աչքերը կենտրոնացած չեն Հիսուսի վրա։ Աստված մեզ բերեց դեպի իրեն, որպեսզի ճանաչենք իրեն և վայելենք իրեն։ Եկեղեցին սուրբ ազգ է, հավատացյալները սուրբ ազգ են Աստծո համար։ Եվ այս սրբությունը հետևանքներ ունի։ Օրինակ Պողոսը Կորինթացիների եկեղեցուն ասաց, որ դուք պետք է առանձնանաք աշխարհից։ Դա նշանակում է մի մտածեք աշխարհի նման, մի մտածեք անհավատների նման, մի տեսեք, մի նայեք ձեզ այնպես, ինչպես նրանք են իրենց տեսնում։ Դուք տարբեր եք։ Դուք պետք է ձեզ տեսնեք այնպես, ինչպես Աստված է ձեզ տեսնում։ Եվ այդպես մեզ տեսնելու համար մենք Աստծո խոսքի կարիք ունենք, որտեղ Աստվածաշնչում է գրված Աստված ինչպես է մեզ վերաբերվում, որ մեր միտքը վերանորոգենք։
Մենք գտնվում ենք վերջին ժամանակներում, Հիսուսի վերադարձը գնալով մոտենում է, և հայտնության գրքում կոչ է արվում վերջին ժամանակների մեջ ապրողների համար, ասվում է դուրս ելեք աշխարհից իմ ժողովուրդ և առանձնացեք։ Մենք պետք է առանձնանանք աշխարհից, դա չի նշանակում քարանձավներում մեկուսանալ, և չի նշանակում, որ մեր կյանքը վերցնենք, մահանանք այս աշխարհից դուրս գանք, սա մասին չի խոսքը, այլ նշանակում է, որ այն բաները, որոնցից աշխարհը վախենում է, մենք չպետք է վախենանք դրանցից, այն բաները, որոնց աշխարհը ձգտում է, մենք դրանց չպետք է ձգտենք, որտեղ մեր ճակատագիրը տարբեր է աշխարհինի ճակատագրից, նրանք լայն ճանապարհի վրա են, որ տանում է կործանման, կներեք, մենք նեղ ճանապարհի վրա ենք, որ տանում է փրկության, սա վերաբերում է վերստին ծնված քրիստոնյաներին, այն բաները, որոնցով աշխարհը մտահոգվում է, մենք չպետք է դրանցով մտահոգվենք, հեշտ է, ոչ, բայց այդպես պետք է վարվենք Աստծո շնորհով։ Այո, Աստվածաշունչը ասում է, որ վերջին օրերում դժվար ժամանակներ կլինեն, ներեցեք մի վարքյան, բայց այո, կյանքը կարող է դժվար լինել, մենք կարող ենք բախվել փորձությունների և ամենքս էլ բախվում ենք, բայց սուրբ լինելու էությունը այն է, որ մեր վարքը տարբեր է աշխարհի վարքից, այսպիսով երբ աշխարհը բողոքում է, մենք գոհանում ենք և մենք ուրախանում ենք, ու եթե չենք գոհանում և ուրախանում, ապա պիտի ապաշխարենք և խնդրենք Աստծուն, որ օգնի, և դիտավորյալ կերպով պիտի գոհանանք ու ուրախանանք, մենք փառաբանում ենք Տիրոջը, երբ աշխարհը սարսափում է պատերազմներից, մենք գիտենք, որ մարգարեություններ են կատարվում և Հիսուսի գալուստը, մեր փրկությունը, արդարության հաստատումը, Աստծո թագավորությունը մոտենում է, ուրախանում ենք, որ ոչ թե պատերազմներ կան ու մարդիկ են մեռնում, այլ որ Հիսուսի գալստով վերջապես վերջ կդրվի ամեն խավարի գործերի անարդարության այս կյանքում և անարդարությունը կպարտվի։ Դրա համար Փիլիպպացիներին հավատացյալներին ուղված նամակում Պողոսը հորդորում էր նրանց ոչինչ չանել տրտնջալով կամ բողոքելով, որպեսզի նրանք լույս լինեն այս ծուռ և ապականված սերնդի մեջ։ Նույնը մեզ է վերաբերվում, երբ մենք տրտնջում ենք, մեր լույսն է մարում, բայց մենք կանչված ենք լույս լինելու։ Երբ Աստված կանչում է քեզ և առանձնացնում է քեզ, ինձ, իր համար, մենք մեզ պիտի տեսնենք այնպես, ինչպես Աստված է մեզ տեսնում։ Մենք պիտի իմանանք ու հիշենք որպես քրիստոնյա հավատացյալներ, որ Աստծո սիրո կնիքը մեր կյանքի վրա է և որ ամեն ինչ գործում է մեր բարօրության համար, անգամ չարիքը։ Գիտակցում ենք դա խորապես։ Ճիշտն ասած, երբեմն ինձ համար դժվար է հավատալ դրան, որտեղ ես մտածում եմ, նայում եմ իրավիճակից, նայում եմ փակ դռներին և հարց եմ տալիս, Տեր Աստված, ինչպես է այս վատ իրավիճակը աշխատելու իմ բարօրության համար։ Բայց փառք Աստծուն, որ ես Աստված չեմ, փառք Աստծուն, նա է Աստված, նրա հասկացողությունը անքննելի է, նա դռներ բացող Աստված է, իսկ իմ հասկացողությունը սահմանափակ է։ Դրա համար էլ Աստվածաշունչը մեզ ասում է, որ չհենվենք մեր սեփական հասկացողության վրա, որտեղ մեր հասկացողությունը օձի պես կփաթաթվի կխիխտի պես։ Աստծուն վստահելը չի նշանակում, որ հասկանում ես Աստծուն։ Աստծուն վստահելը նաև չի նշանակում, որ երբեմն չես ընկնում ես, բայց կարևորը Աստծով վեր կենաս, ապաշխարես այդ սխալիդ, այդ անվստահությանդ համար։ Վստահել Աստծուն չի նշանակում, որ ամբողջությամբ հասկանում ենք Աստծուն, նրա պատճառահետևանքային կապերը։ Հնարավոր չի։ Ինչու՞։ Որովհետև Աստված անսահմանափակ է, իսկ ես սահմանափակ, որտեղ դու չես կարող ամբողջությամբ հասկանալ Աստծուն։ Նա Աստված է, ես մահկանացու։ Աստծուն վստահել նշանակում է ընդունել, թե ով է նա և ինչ է ասում նա։ Սա է հավատքը։ Օրինակ, երբ Աստված ասաց Աբրահամին, թող քո հոր տունը ու գնա
մի երկիր, որ ես հետո քեզ ցույց կտամ, նա թողեց։ Աբրահամը նույնիսկ պատկերացում չուներ, որ մի օր դարեր հետո լինելու է Աստվածաշունչ, որ մի օր իր անունը լինելու է Սուրբ գրքում։ Նա գաղափար անգամ չուներ, որ դառնալու է հավատացյալների հայրը հոգևոր իմաստով, բայց նա պարզապես ընդունեց այն, ինչ Աստված ասաց, հավատաց նրան եւ արեց այն, ինչպես Աստված ասաց իրեն անել։ Եվ նրա հավատքը արդարություն համարվեց։ Այսպիսով մենք կոչված ենք լինելու սրբեր, սուրբ համայնք, եւ մենք պետք է հետապնդենք սրբությունը, այսինքն մեր ձգտումը պիտի լինել սրբանալ, առանձնացված լինել Աստծո համար եւ Աստծո գործերի համար, տարբերվել աշխարհից, մեր մտածողությամբ, մեր գործելակերպով, մեր սրտում եղած խաղաղությամբ եւ ուրախությամբ։ Սատանայի ծրագրերից մեկը աշխարհի միջոցով եկեղեցին ապականելն է, հավատացյալներին մեղքի մեջ պահելն է, աշխարհի մաս պահելն է։ Մենք ապրում ենք մի ժամանակում, երբ լրատվամիջոցները շատ զորավոր են։ Մենք պետք է պաշտպանենք մեր միտքն ու մեր սիրտը, թե ինչ ենք լսում, ինչ ենք նայում, ինչ ենք մեր մեջ կաթեցնում։ Եթե դա չանենք, ապականությունը կմտնի մեր մեջ ու մենք կշեղվենք։ Ու չենք էլ գիտակցի, այնինչ տեսնում ես, այնինչ լսում ես, քո սիրտը ապականելու զորավոր կարողություն ունի։ Դրա համար էլ Աստվածաշունչն ասում է, որ պետք է պաշտպանես քո սիրտը, իսկ սիրտ մտնելու ճանապարհը քո աչքերի եւ ականջների միջոցով է։ Սիրտը պաշտպանելու միակ միջոցը Աստծո խոսքն է։ Եթե մենք թագավորական քահանայություն ենք, ապա Աստվածաշունչը պետք է լինի անյութը, որ մենք չակերտավոր թերթում ենք, ոչ թե Facebook-ը, TikTok-ը, YouTube-ը։ Այս վերջին ժամանակներում տեղի ունեցող ամեն բան մենք պետք է տեսնենք Սուրբ գրքի միջոցով, ոչ թե ուրիշ որևէ բանի միջոցով։ Սատանան ամեն ինչ անում է եկեղեցին, հավատացյալներին ապականելու համար, բայց մենք պետք է ամուր կանգնենք, որովհետև մենք սուրբ ժողովուրդ ենք։ Գիտեք, Աստծո վախը երկյուղը, Աստծուց գրեթե մեր երկյուղը Աստծուց գրեթե ամբողջությամբ դուրս է մղվել ու վերացել է եկեղեցուց ու մեր սրտերից։ Աստծո հանդեպ պատկառանքը եւ հարգանքը նվազել են։ Երբեմն մեր վերաբերմունքը Աստծո խոսքի հանդեպ, մեր վերաբերմունքը եկեղեցու գործի եւ կյանքի հանդեպ, մեր վերաբերմունքը միմյանց հանդեպ չի արտացոլում սրբություն, Աստծո երկյուղ։ Եվ որպես Աստծո զավակներ, մենք կոչված ենք, կանչված ենք ապաշխարության, մենք կանչված ենք ուղղելու մեր ընթացքը, իսկ ուղղումը գալիս է խոստովանելով մեր մեղքերը։ Տեր, ավարտելով այսօր, ես անձամբ ներում եմ խնդրում իմ մեղքի համար, իմ տրտմության համար, հոգսերին տրվելու համար, աշխարհի կապանքներով կապվելու համար, Տեր ներիր եւ օգնիր, ներիր յուրաքանչյուր լսողի, օգնիր մեզ Տեր հաստատվել եւ ամրանալ քո սիրո մեջ, հիշել, որ դու սիրո պսակ ես մեր գլխին դրել, Տեր, եւ որ մենք անցնում ենք սրբացման ճանապարհով, օգնի մեզ ցանկանալ առանձնացված լինել քեզ համար, Տեր, մեր մեջ զարգացնելու Սուրբ Հոգու պտուղները, որոնցից մեկը համբերատարությունն է, երկրորդը սերը, Տեր, Հիսուսի անունով աղոթեցի։ Վաղվա մեսիջը Աստծո շնորհով իր ժամանակին կձայնագրենք։ Աստված օրհնի եւ պահապան լինի։ Շնորհակալ եմ, Տեր։ Ամեն։